Վարորդների փորձառությունն այս հարցում շատ տարբեր է, ոմանք ասում են վկայագրերը ստուգվում են, մյուսները, որ նման բան գրեթե երբեք չի արվում։ Բանը ստուգում են սպասարկման ժամանակ, ոչ թե ամեն անգամ բանուն իսկավորվեց։ Իսկ լիցենզիա ունեք, ցույց եք տալիս, թե չեն պահանջում։ Չէ, չեն պահանջում։ Առանց լիցենզիա սպասարկում չի հասնում մեքենա։ Այսինքն սապրավկիքում նման բան չեն պահանջում։ Ստուգում, բալոնը ստուգեմ, բալոնը ստուգած թուղթը ձեռս ունեմ, 2 տարի հալա ժամանակ ունեմ։ Իսկ թուղթը ցույց եք տալիս, այնտեղ պահանջում եք։ Չէ, չեմ պահանջում։ Նայստեղ էլի, չեմ շփարասեմ կոնկրետ պես նայել։ Իսկ լիցենզավորված է ձեր բալոնը։ Ինձ իմը ստուգում են։ Միշտ ստուգում են բոլոր Դե, զապրավները։ ամենտեղ չէ։ Վաղտալում ստուգում են, դոկումենտը կա, ամեն ինչ կա, ստուգում են։ Էսի բանը հեղուկ է, սրանց ստուգել չկա, նորմալ է, դոկումենտով է։ Օրինակ այս վարորդն էլ հավաստիացրեց, որ վկայագիր ունի, սակայն Ես մի տեղից եմ անում, իրանք իմանում են արդեն, որ իմ թուղթը ինչքան է ժամկետի մեջ։ միայն այս տարի Երևանի կենտրոնում մեքենաների 2 խոշոր պայթյուն եղավ։ Առաջինը մայիսին էր, երբ Սարյան փողոցի 2/2 հասցեում գազաբալոններ տեղափոխող մեքենա պայթեց եւ 2 մարդ տուժեց։ Երկրորդը սեպտեմբերին էր Ամիրյան փողոցում։ Մեքենան երթևեկության ընթացքում հանկարծակի սկսեց այրվել եւ պայթեց։ 2 դեպքերով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ տրանսպորտային միջոցները կամ տրանսպորտային ենթակառուցվածքներն անորակ վերանորոգելու կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելու հատկանիշներով։